դրվագը բացառապես վերաբերում է Նիկոլ Փաշինյանի հետ Արաբիր վարչական շրջանում տեղի ունեցած միջադեպին։ Ուրիշ ոչինչի չի վերաբերում, այսինքն Արտուր Օսիպյանի կողմից նախկինում ինչ որ արարք կատարելուն կամ նույնաբովանդակ որևէ այլ գործողության եւ բռնության կոչը եւ խուլիգանությունը եւ նախընտրական քարոզարշավին իբրև թե խոչը դոտելը վերաբերում է բացառապես այդ դրվագներին։ Արաբկիրում հենց Նիկոլ Փաշինյանը հիշեցնում է, որ հրապարակային հրավեր տվել, ասում է, եթե հարցեր ունեք, եկեք հարցերին պատասխանեմ։ Մարդն էլ մոտեցել, սկզբից հարցել է, թույլ կտաք ձեզ հարցեր տամ։ Եթե մարդը սկզբից հարցնում ասում է, թույլ կտաք ձեզ հարցեր տամ, որից հետո ուղղում իր հարցերը, Նիկոլ Փաշինյանն էլ ինչպես տեսնում եք, մեծ սիրով պատասխանում է հարցերին, եւ դեռ մի բան էլ հələ քարոզարշավը դրանով իրականացնում։ Այդ համատեքստում հայտարարել, որ նախընտրական քարոզարշավին վերջինս խոչ չնդոտել է կամ բռնության կոչեր է արել։ Այսինքն դուք պետքա մեռնեիք, դուք ինչու չեք զոհված, ձեզ սատկացնելու եմ, ձեզ կզացնելու եմ, այ համբալ եւ այլն։ Ստե բռնության կոչ չկա, ստե ատելության քարոզ չկա, ընդ որում անձանց անորոշ շրջանակին ուղված։ Կայծակնային արագությամբ մեղադրանք են առաջադրում եւ 72 ժամը դեռևս չլարացած, 60 ժամն էլ դեռևս չլարացած, մի օր ձերբակալում են, հաջորդ օրը գիշերը ներկայացնում դատարան կանոնավորման նպատակով։ Այնտեղ ասում են բարձր տոնով խոսել է Հայաստանի Հանրապետության վարչապետի հետ։ Այն դեպքում, երբ որ մարդը Փաշինյանին առաջարկում է, ասում է մի քիչ ցածր խոսացեք, մի քիչ խնդրում եմ ցածր խոսացեք։ Ինչին ի պատասխան Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ ցածր չեմ խոսալու։ Քո հետ հենց այս տոնով եմ խոսալու։ Մատ է թափահարում, վերջում էլ ասում է դու ինչու չես զոհվել, դու ինչու չես մեռել։ Ընդ որում հիշեցնում ես նաև Արտուր Օսիպյանը հանդիսանում է պատերազմի մասնակից։ Ես կոնկրետ դեպքում այդ մարդու արարքում տեսել եմ օրինակ ատելության քարոզ։ Այնտեղ ես ոչ իր արարքում բռնության կոչ, չգիտեմ, խուլիգանություն կամ որևէ այլ քայլ չեմ տեսել։ Կոնկրետ վարչապետի արարքի մասին է խոսքը։ Այնտեղ ես քրեական օրենսգրքով արգելված արարքներից տեսնում եմ ատելության քարոզ։ Ընդ որում ատելության քարոզ ուղված ընդդեմ արցախցիների։